Հարկայինն ես ասում եմ, դուք օրենքներ եք տանում, որ այժմ այն ժողովուրդը ի վիճակի չի։ Դուք անցել եք պաշտպանում եք ոչ թե ժողովրդի շահերը, դուք պաշտպանում եք այժմյան բանկերի, թալանչի բանկերի ղեկավարներին, որոնք ինչով են զբաղված։ Նրանք ամեն ինչը ուզում են գցեն, ամեն մի գործարք գցեն բանկի մեջ, որտեղից իրանք ունեն մեծ շահույթներ։ Դրանցից դժվողներից մեկը ես եմ, որով իրենք առանց զգուշացնելու ինձնից 2020 թվական հիշում եք կորոնավիրուսի ժամանակ այն ժամանակ բանկերը փակ են, մենք չենք կարող որևիցե մուծումներ արենք, դրանց հետո եկավ 20 թվականի պատերազմը, նորից մենք չկարծանք էլի խառը դրություններ այն ժամանակվան 23 թվականին նրանք ասում են այն ժամանակ ասեցին մենք ամեն ձևի կաջակցենք փոքր միկրոբիզնեսին էլ մյուսներն էլ բացարձակապես ոչ մի բան այս կառավարությունը չարեց. Դրանից ելնելով 23 թվականին բերում են այն ժամանակվա որ բաներ կա մոռացել ենք չենք մուծել իրանց մեղքով ա եղել որ մենք չենք մուծել նրանք բերեցին մեր վրա դրեցին տուժեր տուգանքներին դրի ահռելի մեծ թվերով պլյուս դրանց վրան էլ հարկայինը ավելացրել էր 0.04% էր այն ժամանակ հիմի ավելացրել է արդեն 0.75%. Դա նշանակում է երկու անգամ իրանք տուժ տուգանքների վրա ավելացրել են տոկոսությունը. Ես նորից ասում եմ այս ժողովուրդը ամեն ինչ ամայից ժողովուրդը հեսա բոլորը գալու են հարցի հետ մի քիչ ոտով են ինչ որ գալիս հարցը նա է որ ամեն ինչ արվում է փոքր ու միջին բիզնեսը վերածվի որի մասին Նիկոլ Փաշինյան ինքը անձամբ նախորդ բանի ժամանակ ասեց նրանք ուզում են զարգացնել միայն մենաշնորհը որոնք մի քանի հոգի են ու դրանով ասում են բոլորը կփակվեն գքան կաշխատեն տվյալ հիմնարկություններում եւ նրանք իրոք այնտեղ Նիկոլ Փաշինյան շատ հիանալի խոսքեր ունի որը պետքա բոլորը հիշեն ինքը ասում է 7 տարի է որ ամբողջ այս կառավարությունը այս մնացածը առաջին դասարանի կրթություն ունեն բայց ես մի բան գիտեմ ես 3 ինստիտուտ եմ ավարտել իմ համար մի քիչ դժվար է առաջի դասարան դաշան 5-րդ դասարանի երեխուն բան բացատրել դրանից ելնելով սա հենց դրա օրինակն է ես նորից ասում եմ եթե դուք ուզում եք Հայաստանը ոտքի կայնել եւ հայ ժողովուրդը եկեք անենք միանմուր ուժերով Երկիրը կանգնեցնենք ոտքի գիտնականներն էլ մյուսներն էլ ես ինքս գիտնական եմ ինժեներ գյուտարար եմ Հայաստանների գյուտարանների խորհրդի անդամ եմ բայց եկեք ժողովուրդ ինչ է շատ պրիմիտիվ բանկ է որը օգտագործելով փոքր եւ միկրոբիզնեսը ոտքի կկանգնի ու զարգանա մեր պետությունն էլ հետը եթե փոքր ու միջին բիզնեսը վերանա Հայաստանից Հայաստանը կդառնա ամենահետամնաց եթե մինչև հիմա չի դառը ու ամենավտանգավոր պետություններից կործանման գնացող պետություններից մեկը